1988 թվականի այսօրը Ազատության հրապարակում բոլորի աչքի առջև բարձրացավ հայկական եռագույնը։ Խորհրդային Միությանը նետված ձեռնոցը Մովսես Գորգիսյանինն էր։ Ոչ բանտերի սառնությունը, ոչ էլ մեկ այլ դժվարություն չէր կարող համեմատվել սասանվող եռագույնի սրբության հետ։ Ես հիշում եմ, երբ Մովսեսն ասում էր՝ մի վախեցեք, պարզեք եռագույնները, մի վախեցեք, այդ ես եմ բարձրացնում եռագույնը։ Այդ օրը խորհրդային հայ վախի մեջ քաջություն ներարկվեց։ Այդ օրը փաստորեն նաև պատռվեց այն զսպաշապիկը, որ կար գոյություն ուներ, որովհետև հայտնի չէր, թե ինչեր էին սպասվում։ Մովսեսը մեզ իր ապրած կյանքով, իր պայքարով, իր գործունեությամբ ապացուցեց եւ ցույց տվեց, որ դժգոհությունը, բողոքը եւ ատելության թույնը չէ, այլ հայրենյաց սերն է մեր հաղթանակի երաշխիքը։ Այդ օրը Ազատության հրապարակը լիքն էր։ Այնտեղ հավաքված էին միայն խիզախները, մարդիկ, որոնց համար ազատությունը կյանքից թանկ էր, իսկ ամենախիզախները հարթակի վրա էին, մինչդեռ վտանգավոր էր նույնիսկ հրապարակում կանգնելը։ Այդ օրերին կազմակերպված էր եւ մարդկանց մեծ մասին տարան դաշապարանց սարդարապատ աշխատեցին, որ Երևանում ավելի քիչ մարդիկ լինեն, կանխավ իմանալով, որ նախատեսված է միջոցառում, բայց բոլոր դեպքերում հրապարակում էին ամենախիզախ հայրենիները եւ եկել էին 18-ից 20 թվականի անկախ Հայաստանի եռագույն դրոշը պարզելու։ Այդ օրը միայն եռագույնի պարզում չէր, դա նաեւ հայտ էր անկախ պետականություն ունենալու։ Խոչընդոտները քիչ չէին։ Համազգային զարթոնքի այդ օրն այժմյան պետական դրոշը պարզելը նաև ՀՀԺ-ի սրտով չէր։ Կուսակցության վարչության անդամ Վանո Սիրադեղյանը խանգարում է Մովսես Գորգիսյանին, սակայն նա հանձնվողներից չէր ոչ էլ մենակ։ Եռագույնը եթե ոչ ձեռքին, գոնե հոգում կրում էր այնտեղ հավաքված յուրաքանչյուր հայ։ Այդ օրը փաստորեն մենք մայիսի 28 հայտարարեցինք ազգային շարժման փարոս եւ փաստորեն ինչ որտեղ Ղարաբաղ կոմիտեի կամքով տարերայնության մեջ գտնվող ազգային զարթոնքը իր բնականon հունի մեջ հայտնվեց կրկին դրանից մեկ տարի առաջ սկսված ինքնորոշման շարժման հունի մեջ, որը միավորում էր եւ ավստրալիական շարժումը եւ մեր անկախական շարժումը։ Բայց այս Ղարաբաղ կոմիտեի ներկայացուցիչները եռագույնի պարզումը 70-ամյա ազգությունից հետո երբ եռագույնը պարզվեց, պետք է ամեն հայ ուրախ լիներ, նրանք դա համարեցին վտանգավոր ու վնասակար։ Մեկ տարի անց Ազատության հրապարակն արդեն լիքն էր դրոշներով, Գորգիսյանը կրկին հարթակի վրա էր։ Սուքը հավերժ է, եթե պայքար չկա։ Մենք միշտ կսքանք, եթե չպայքարենք։ Այդ պայքարը նրան տարավ նաև ռազմի դաշտ, առաջին մարտերն էին։ Երասխավանում Մովսեսն առաջին շարքերում էր ու առաջիններից էր նաև, որ զոհվեց։ Գորգիսյանների ընտանիքում մայիսի 28-ը սոսկ տոն չէ, այն հաղթանակի վերածննդի օր է։ Այդ օրը շնորհավորանքների պակաս չի լինում։ Ազգային հերոսի շնորհավորում են նրանց, որոնք ամուսնու կողքին էին անկախության համար մղվող պայքարի օրերին։ Մովսեսի նկարները պահվում են խնամքով, ու ամեն անգամ նույն զգացողությունն է։ Նրա կարիքն այսօր զգում է ոչ միայն ընտանիքը։ Սև ու սպիտակ այս նկարների մեջ միակ գունավորը Մովսես Գորգիսյանը հայկական եռագույնով, վաղվա Հայաստանի հավատով։ Քեզ է ազատ եւ անկախ Հայաստանը։ Քեզ այն Հայաստանը, որը վաղն է գալու։ Աննա Դավթյան, Արսեն Հովհաննիսյան, Երկիրն այսօր։